Թևանիկի պատմության մեջ ոչ միայն ինձանից կա, այլ իմ նման շատ ու շատ շատերի պատմությունն է բերված ֆիլմ։ Եվ Թևանիկը feature ֆիլմը, բայց պատմված է իբր դոկումենտարի, որտեղ որևէ բան հորինված չի։ Հագուստը, վերաբերմունքը, հարաբերությունները, դիալոգները, ես փորձել եմ իրական հիշողությունների, իմ նման պատանիների կյանքը բերել ֆիլմ։ Բավական մաս դերասանների հետ մարդիկ են հասարակ, որոնք դերասան չեն։ Ես մոտիկացել եմ այդ մարդուն, ասել եմ, ես քեզ պետքա դեր տամ։ Նա ասում է, ես դերասան չեմ, որ դեր տաս։ Ասում եմ, չէ, ես դու պետք է ֆիլմում խաղալ, դու չգիտես, դու ո՞նց ես խաղալու։ Ինձ համար մեծ կոմպլիմենտ է, որ իմ ֆիլմը դիտելուց զգում եմ, որ Ռոսելինի ազդեցությունը կա։ Quand il y a le petit garçon avec le fusil et qu'il voit cette jeune femme qui va prendre une douche devant une très belle cascade, je trouvais que c'était une scène très belle. Կան մեղության պահ, երբ որ դու առաջի անգամ տեսնում ես գեղեցկությունը ինչ է, եւ դու գեղեցկության առջեւ անզոր ես դառնում։ Մեր խնդիրը եղել է նա, որ ցույց տալ, որ զինվորը Թևանիկը չի տեսնում կանացի կերպարի մեջ, նամի տեսնում է գեղեցկություն, եւ նա չի կարող գեղեցկությունը սպանել, բայց երբ որ նա վերադառնում է զինվորական հագուստի մեջ, դառնում է թշնամի, որովհետեւ ես չեմ ուզում խոսեմ զինվորի մասին, ով գեղեցկություն է սպանում։